շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն են Հայարա Զորաբյանը, բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես զարհուրելի հայտարարությունները Նիկոլի իրար հերթ չտվող Նիկոլի եւ իր տիկնոջ հայտարարությունները իրանց Facebook-յան էջերով շարունակվում են, ակնհայտ հարձակում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ժամեր անց այնտեղ հոգևոր խորհուրդը նիստ է հրավիրել, վստահ ենք, որ հայտարարությամբ հանդես կգան, սպասում ենք, թե ինչ կասեն, բայց մինչ այդ մենք անշուշտ պիտի ասենք, որ դա միայն իրենց գործը չէ, դա համայն հայության կորստն է, սա պատմականորեն մեծագույն դեր եւ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար, հայ առաքելական եկեղեցին, խնդրեմ ձեր գնահատականը ինչու սա տեղի ունեցավ եւ ինչու է իր ոճով, իր անով նորից ինքը վերադարձել, չնայած մի առանձնապես բան փոփոխություն չէր եղել, բայց այդ շատ ավելի ծծուն ակնհայտ վերադարձել է 2018 թվականին, արդյոք սա իր տապալված վարկանիշի հետևանքը չէ, խնդրեմ։ Եվ այսպես ինչի է Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը հարձակվել հայ առաքելական եկեղեցու վրա։ Հիմա գնանք ժամանակագրությամբ։ Մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարում է. հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է Հայաստանի հարևան բոլոր երկրների համար։ Հայտարարում է, որ հայկական եկեղեցին ֆաշիստական կառույց է։ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարում է, որ Էջմիածինը ադրբեջանական տարածք է եւ հայկական եկեղեցին գտնվում է ադրբեջանական տարածքում։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ ադրբեջանական քաղաքական էլիտայի տարբեր ներկայացուցիչներ ամենանողկալի հայտարարություններն են սկսում անել հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Եվ այս օրերին Շվեյցարիայում գտնվող վեհափառ ամենայն հայոց կաթողիկոսը վեհափառը հրավիրյալ կոնգրեսում իր ելույթում մի քանի կարևոր շեշտադրումներ է անում, որոնցից հետո Նիկոլ Փաշինյանը իր սոցիալական էջում գրում է իր ամենանողկալի գրառումը սրբազան գնաշարունակի կներեք, պիտի ցիտեմ Նիկոլի բառը, դոմփել քերուտ կնոջը եւ այսպես ինչ է ասում Շվեյցարիայում ամենայն հայոց կաթողիկոսը վեհափառը հայտարարում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հայաթափվել է Արցախը, խոսում է մանրամասն Արցախում ոչնչացվող հայկական մշակութային արժեքների մասին, վեհափառը Շվեյցարիայում խոսում է, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ ուրեմն Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, վեհափառը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ուրեմն Հայաստանին, վեհափառը խոսում է այն մասին, որ խաղաղության պայմանագիրը կնքելու համար Ադրբեջանը առաջ է քաշում անընդունելի նախապայմաններ եւ ամենակարևորներից մեկը Շվեյցարիայում վեհափառը խոսում է հայ ռազմագերիների մասին, խոսում է խայտառակ դատավարության մասին, որը ընթանում է Բաքվի ռազմական դատարանում եւ խոսում է այն մասին, որ արցախցիների համար պիտի ստեղծվեն բոլոր իրավական եւ անվտանգ պայմանները, որ Արցախահայությունը վերադառնա Արցախ եւ ահա վեհափառի ելույթից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը Բաքվից ստանում է ուղակի հրահանգ, որովհետեւ այլ կերպ բացատրել, որ երբ որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայ առաքելական եկեղեցին հրճակում է վտանգ տարածաշրջանին, որից հետո Նիկոլ Փաշինյանը սկսում է ամենանողկալի արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, այլ կերպ քան ուղիղ հրահանգ Բաքվից ոչնչացնել հայ առաքելական եկեղեցին, այլ գնահատական տալ հնարավոր չէ եւ դրանից հետո մենք տեսնում ենք այս նողկալի արշավը Նիկոլի եւ նիկոլականների հայ առաքելական եկեղեցու դեմ բացեք ադրբեջանական բես տարմազով Telegram կանալը 3 Նիկոլի ծնունդներ եւ ահա ինչ է գրած այդ Telegram ալիքում գրված է շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանի 50-ամյակը, ադրբեջանցիները շնորհավորում են Նիկոլի 50-ամյակը եւ Փաշինյանին մաղթում ենք հաջողություններ հայ ֆաշիստական եկեղեցու դեմ
պայքարում բացեք ադրբեջանական բոլոր կայքերը, Ադրբեջանի պետական քարոզչությունը, Նիկոլ Փաշինյանի եւ իր կնոջ հայտարարությունը, հայ առաքելական եկեղեցու, հայ հոգևոր այրերի մասին, հիշեք, Աննան հայտարարեց, որ ըստ էության տարբեր եկեղեցիների չուլաններում սև սքեմ հագած զբաղված են պեդոֆիլիայով եւ սեռապղծությամբ, Նիկոլը հայ առաքելական եկեղեցին համեմատեց չուլանների հետ եւ հիմա ես ձեզ տեղեկացնում եմ, միջազգային բազմաթիվ կառույցներում, ահա այս օրերին Ադրբեջանի դեսպանները, Ադրբեջանի պատվիրակները ի պատասխան Հայաստանի կողմից ներկայացված բազմաթիվ հայցերի, որ ադրբեջանցիները պղծում են հայ սրբավայրերը, եկեղեցիները, նրանք թափահարում են Նիկոլի գրառումը եւ ասում են սա սուտ է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինքն է հայտարարել, որ հայ եկեղեցիները դրանք ուրեմն չուլաններ են, իսկ Նիկոլ Փաշինյանի նախարարներից մեկը սա ադրբեջանցիները օրերս ներկայացրել են Ստրասբուրգում, հրապարակել է մի նկար, տարել են եվրոպական կառույց Նիկոլի նախարարներից մեկի նկարը, որտեղ եկեղեցում կովեր են եւ ասել են միջազգային բոլոր կառույցներում հայերը իրենք են իրենց եկեղեցիները վերածել գոմի, իսկ օրերս ամենահայտնի ուրեմն մոլլաներից մեկը ադրբեջանցի հայտարարեց դարեր եւ տարիներ շարունակ հայերը մեզ մեղադրել են իրենց սրբավայրերը, իրենց եկեղեցիները պղծելու մեջ, իսկ իրականում երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, որ հայկական եկեղեցիները միշտ էլ եղել են չուլան, իսկ նրա կինը հայ հոգևորականներին ներկայացնում է պեդոֆիլիայի եւ սեռապղծության մեղադրանք, նույնը ներկայացրել է նորից պիտի ցիտեմ Նիկոլ Փաշինյանի գրառումը սրբազաններից մեկի հասցեին, սրբազան գնա շարունակի դոմփել քո քերու կնոջը, ինձ հետ ինչ գործ ունես եւ հիմա դիմում եմ հատուկ քննչական ծառայությանը Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը լրջագույն մեղադրանքներ են ներկայացրել հայ առաքելական եկեղեցու սրբազաններին, հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին, նրանց մեղադրելով սեփական քերու կնոջը կներեք, պիտի կրկնեմ Նիկոլի բառը դոմփելու եւ չուլաններում սքեմ հագած պեդոֆիլիայով, այն է մանկապղծությամբ եւ սեռապղծությամբ զբաղվելու մեջ սրանք ուրեմն հայտարարություններ են հանցագործության մասին եւ ես կարծում եմ մենք կտեսնենք, որ առաջիկայում մասնավորապես տեղեկացա, որ Հայաքվեն այս երկու գործով արդեն դիմել է իրավապահ մարմիններին եւ պահանջել է հարցաքննության կանչել Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին, Նիկոլ Փաշինյանը պիտի փաստական նյութեր ներկայացնի սրբազանների սեռապղծության մասին, իսկ Աննա Հակոբյանը մենք բոլորս ակնկալում ենք, որ պիտի ներկայացնի փաստեր, որ հայ հոգևորականների մեջ կան պեդոֆիլներ, այսինքն մանկապիղծներ ամփոփելով, ինչի է Նիկոլ Փաշինյանը սկսել սրբազան պայքար հայ առաքելական եկեղեցու դեմ, որովհետև այդ պայքարի հրահանգը ինքը ստացել է Ալիևից։ Մենք տեսանք երեկ, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի հարբած թիմակիցներից մեկը Մարմաշենի եկեղեցում հարձակվեց հոգևոր հոր վրա, այն հոգևոր հոր, ով ֆանտաստիկ արժանապատիվ գրառում էր արել, այսելով, որ բոլոր անբարձրաստիճան պաշտոնյաները, պետական այրերը, ովքեր կհամարձակվեն հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հասցեին օգտագործել պիղծ հայտարարություններ, նրանց ոտքը հայ առաքելական եկեղեցի պիտի արգելվի, ավելին Նիկոլի հարբած թիմակիցը հոգևոր հորը ասել է քու լավը եւ նրանից պահանջել է կադաստրի վկայական։ Վաղը ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում մենք տեսնելու ենք Ալիևի եւ Ալաշուքյուր Փաշազադեի կողմից հրահանգավորված եւ կազմավորված վայրենի ուրեմն
արշավներ հայ առաքելական եկեղեցու տարբեր կառույցների դեմ, մենք տեսնելու ենք փողոցներում ծեծվող հոգևորականներ, եւ այս ամենը նաեւ արվում է նրա համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ հիմք ստանա առաջիկայում կատարելով Ալիևի հերթական պատվերը, այն է փոխելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, սահմանադրության տեքստից հանի հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակի մասին դրույթը, որտեղ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 17 եւ 18-րդ կետերում հստակ կարգավորված են հայ առաքելական եկեղեցու, ուրեմն բացառիկ կարգավիճակը Նիկոլ Փաշինյանի եւ նրա տերերի նպատակն է, որ հայ առաքելական եկեղեցին ունենա նույն կարգավիճակը, ինչ որ Եհովայի վկաները, կյանքի խոսքը, սատանիստները, ինցեստ, պեդոֆիլիա, մարմնավաճառություն, սրբապղծություն, քարոզող տարբեր տոտալիտար եւ վտանգավոր աղանդները, մեր վերջին ուրեմն հենարանը, դա մեր հավատքն է, դա մեր արժեքային համակարգն է, մեր եկեղեցին է, ով 600 տարի, երբ որ մենք չենք ունեցել պետականություն, կարողացել է իր ուսերի վրա պահել հայկականությունը, հիմա Նիկոլ Փաշինյանի երկու տերերը, Ալիևը եւ Էրդողանը, պահանջում են ոչնչացնել նաեւ դա, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել մի մեծ քննարկում, որի ժամանակ հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելուց հետո մեր եւ Ադրբեջանի օրակարգում մնացել է երկու կարևոր հարց՝ հայ առաքելական եկեղեցին եւ հայկական սփյուռքը, որը եւս պիտի ոչնչացվի։ Սա է իրականությունը։ Ուրեմն այսօր ժամեր անց ուրեմն Վեհարանում Մայրաթորում տեղի է ունենալու հոգևոր խորհուրդ, որը քննարկելու է մի պահանջ դրել է, գուցե ավելին է պետք, այո, որը քննարկելու է Նիկոլ Փաշինյանի սրբապիղծ հայտարարությունները, նրա կնոջ ուրեմն հայտարարությունները, որոնք պիտի անպայմանորեն դառնան քննչական կոմիտեի քննարկման առարկա եւ արձագանքը Մայրաթորի։ Հիմա ես ինձ իրավունք եմ վերապահում դիմելու վեհապարին, վեհապար, ես զրուցել եմ մի քանի սրբազանի հետ, 3, ես պիտի լինեմ անկեղծ եւ դուք գիտեք, որ ես երբևէ չեմ ասում այն, ինչում վստահ եմ, ձեր սրբազանների գերակշիռ, վստահ չեմ, ձեր սրբազանների գերակշիռ մեծամասնությունը վեհապար չի հավատում, որ այսօր ժամեր անց դուք ուժեղ, դիպուկ, կտրուկ, ուրեմն գնահատական եք հնչեցնելու եւ կոչնակ եք հնչեցնելու, որովհետեւ հոգեվորականներ այս մի քանի օրվա ընթացքում ինչպես այո, արժանապատիվ ասել են, բայց հասկանալի է, որ դա առանձին սրբազանների եւ առանձին հոգեվորականի գնահատական վեհապար Մայրաթորի պատասխանատուները, սրբազանները վստահ են, որ ձեր նախագահությամբ ժամեր անց կայանալիք նիստում երկնվելու է մի լղոզած հայտարարություն, որը ընդամենը լինելու է հայտարարություն, հայտարարության համար ես չեմ ուզում հավատալ, վեհապար, որ այս պատմական եւ պատասխանատու պահին, երբ որ թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգով Հայաստանի կոլաբորանտ իշխանությունները ուզում են ոչնչացնել նաեւ հայ առաքելական եկեղեցին, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կաթողիկոսի ընտրությանը Հայաստանի կառավարությունը պիտի մասնակցություն ունենա, չհասկանալով, որ Հայաստանի սահմանադրությամբ դա ուղղակիորեն արգելված է, ես ակնկալում եմ, որ չի լինելու գոլ մի հայտարարություն, այն ոգով, որ հայ առաքելական եկեղեցին դարերի ընթացքում բազմաթիվ փորձություն է անցել, Նիկոլը ինչ է, որ ես մի փորձությունն էլ չանցնենք, Նիկոլի հետևում կանգնած է Արևմուտք, կանգնած է Թուրքիա, կանգնած է Ադրբեջան Եվ նույնիսկ Էրդողանը ինձ զանգահարել էին Թուրքիայի հայ համայնքից եւ ասեցին, որ նույնիսկ Էրդողանը եւ Թուրքիայի որևէ ղեկավար Պոլսո պատրիարքարանի հանդեպ երբևէ իրեն թույլ չի տվել նման
արհամարանք, նման նողկալի վերաբերմունք, ինչը մենք տեսանք Նիկոլի հայտարարություններում, բայց իր շներին ասում է գնացեք եւ սա արեք։ Իհարկե, հասկանալի է։ Այնպես չի Թուրքիան այն երկիրն է, Ադրբեջանը, որտեղ միակ երկրներն են, որ բնաջնջում ավիրում են հայ Նիկոլը եւ նայանում եւ նայանում, ուզում ասեմ, բանա, այս տհասները չասեն էլ, ես ինչ լավն է Էրդողանը, չգիտեմ ինչ է, դիվանագիտությունն է, ես կարծում եմ ճակատային դուրս է եկել ավիրումը